կատար իր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունիսի 7-ն է, կիրակի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք քվեարկությունը մեկնարկել է ժամը 8-ին կավարտվի 20:00։ Ըստ օրենքի նորընտիր ազգային ժողովում պետք է առնվազն 101 падգամավոր լինի եւ ամենակիչը 3 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին առնվազն 8% քվե։ Ազգային ժողովի ընտրությունների համար հավատարմագրվել է 13 տեղական դիտորդական առաքելություն, ընդհանուր 2672 դիտորդով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցանկի համաձայն ամենամեծ առաքելություններից են ականատես դիտորդական առաքելությունը 785 դիտորդ, անկախ դիտորդը 752 դիտորդ, երիտասարդական ակումբների դաշնությունը 368 դիտորդ, համայնքի երիտասարդներ հասարակական կազմակերպությունը 315 դիտորդ։ Հայաստանի ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասերը ուղիղ ժամը 8:00։ Մեկնարկել է համապետական ընտրությունը համաձայն Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների Հայաստանում խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 2,489,031 մարդ։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Այս պահին ամեն ինչ բնականon հունով է ընթանում, լուրջ խախտումների մասին դեռևս ահազանգեր չկան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ընտրական գործընթացում ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, որոնք արագ լուծվում են։ Ժամը 8-ի դրությամբ բացականեր են ունեցել 42,005 ընտրատեղամասից 48-ում։ Ընդամենը 3 դեպքերում 2 նախագահ եւ 1 քարտուղար է բացակա եղել։ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովից որևէ մեկը բացակա է, միևնույն է գործընթացը շարունակվում է։ Այսինքն գործընթացը ընթանում է բնականon, այս ընթացքում բնականաբար տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք ընթացը արագ լուծվում են։ Բոլորիս մաղթում եմ խաղաղ արդար ընտրություններ, ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Ընտրատեղամասերից դուրս իրավապահ մարմինները շարունակում են ինտենսիվ կերպով իրենց գործառույթներն իրականացնել, մասնավորապես լրատվամիջոցների տեղեկություններով վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ ու ձերբակալություններ են կատարվել։ Հայաստան դաշինքի շտաբում առավոտյան 5-ին են սկսել խուզարկություններ, ձերբակալվել է падգամավորի տեխնացու Հասմիկ Սահրադյանը։ Իսկ 3 էլ դատախազությունը միջնորդություններ ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանից падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Դրանից առաջ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ կառույցի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի Արաբ Կիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության падգամավորի տեխնացու գրանցված Դավիթ Ղազինյանը կուսակցության համակիրների եւ նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ ու վարութային այլ գործողություններ։ Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը տաշիրում է կատարել իր քաղաքացիական պարտքը, ասել թե եկել է քվեարկելու հանուն մեր երկրում մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի։ Կոչ է արել 10 րոպե տրամադրել գնալ ընտրության եւ մեծ փոփոխություններ բերել հայրենակիցներին։ Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես, 5 տարվա քո ճակատագիրը ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10 րոպե, 15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալի։ Առանց դրա համար մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի։ Այսօր բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեի տվյալներով քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ, 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը եւ տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 12 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 45 անձի վերաբերյալ եւ գործերն ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացությամբ։ Միաժամանակ 52 քրեական վարույթների շրջանակում իրականացվել են բազմաթիվ վարույթային գործողություններ, հարցաքննվել է ավելի քան 300 անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում, արդյունքում հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ, պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր, հայտնաբերող սարքավորումներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ։ Եվ այս պահին զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Հազար բարի։ Տևական ժամանակ մենք հնարավորություն չենք ունեցել հարցազրուցել։ Պարոն Բարսեղյան, եւ քանի որ Գյումրիում են վաղ առավոտից խուզարկություններ, նախ ինչ է ձեզ հայտնի, ինչ է կատարվում, կան արդյոք ավելի թարմ տվյալներ, քան այն ինչ ես ներկայացրի, ընդհանուր առմամբ մթնոլորտը Գյումրիում ինչպես է վաղ առավոտից համեցեք։ Շնորհակալություն, խուզարկություններից առաջ ինձ չեն տեղեկացնում ցավոք, թե չէ մանրամասները կպատմեի, իմացանք, մենք էլ ձեզ նման իմացանք, որ խուզարկություններ են ոչ միայն այսօր, այլև երեկ ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի պաշտման մասին երեկ իմացանք, քվեների դիմաց 10 քվե կբերես, դու կլինես հանձնաժողովի նախագահ։ Այսինքն առաջին հայացքից սա ուղիղ ընտրակաշարք չէ, ինչի մասին մենք բարբերաբար իմացել ենք 20 քանի տարի շարունակ, ահա քեզ փող գնա քվեարկե այսպես։ Այս մի դեպքում, քանի որ հանձնաժողովների անդամների եւ նախագահների աշխատավարձերը 1-2-3 օրվա համար ահագին բարձր թիվ են, ահա այդ պաշտոնը տալու դիմաց փորձում են բանակցողները, այսպես ասած, միջնորդողները կազմակերպել երաշխիք եւ խոստում ստանալ այն բանի, որ ահա մենք քեզ այդ պաշտոնը տալիս ենք, այսինքն փողն ենք տալիս, էլի ռոջիկ ենք տալիս, անելիքը հասկացանք։ Եվ դու պիտի այսքան ցեն հավաքես, երեք այդ մասին լսեցինք եւ օրեր շարունակ մենք ունեինք տեղեկություններ եւ հանրային հրապարակային բաներ են, որ խուզարկություններ են արվել այս կամ այն քաղաքական ուժի ուրեմն գրասենյակներում, լաբում եւ այլն։ Նորություն չէ, նորությունն այն է նախկինի համեմատ, որ նախկինում բոլոր այդ կասկածելի գործարքների, ընտրակաշարքի, ցուցակներ կազմելու, կներեք 10-ով կեքի մասին տեղեկությունները հաղորդում էին լրատվամիջոցների մի մասը եւ դիտորդական որոշ առաքելություններ, մի քանիսը ասենք թե։ Այս անգամ արմատական տարբերությունը ինչ է նախկինի համեմատ, որ անցած մեկ ամսվա ընթացքում մենք այդ տեղեկությունների հսկայական ծավալը ստանում էինք ոչ թե դիտորդական առաքելություններից, դե երկարաժամկետ դիտորդական առաքելությունը շտաբներում, բանակցությունները կաշառքի բանի, այդ մասին դժվար է տեղեկություններ ունենալ։ Այս անգամ մենք այդ ամենը իմանում ենք Հայաստանի պետական իրավապահ մարմիններից։ Ահա սկզբունքային առանցքային տարբերությունը նախկինի համեմատ։ Սա նաև կարող է հիմք հանդիսանալ ընտրություններից հետո, հնարավոր մանդատների պաշտպան ժամանակ, մանդատների պաշտումից հետո նույնիսկ, ինչ-ինչ քաղաքական ուժերի 1, 2, 3 խորհրդարան անցած, խորհրդարան չանցած քաղաքական ուժերի դատական հայցերի, որոնց ապացույցային ծավալը, ապացույցների հանրագումարը կարող է հենվել ուրեմն իրավապահ մարմինների հավաքած փաստերի, այդ գաղտնալսումների, ձեր թվարկած մոտ 200 ուրեմն հոգու առայժմ 200, հա, մինչև օրվա վերջ մեկ էլ տեսար տարավ 300, 400, 500 ով գիտե, հա, այդ ծավալները արդեն պետության հավաքած տվյալներն են։ Նախկինում երբ դիտորդական առաքելություններն ու երբեմն լրատվամիջոցները հատկապես կուսակցությունները իրազեկում էին այդ մասին եւ կուսակցությունները դատի էին տալիս ընտրությունների արդյունքները վիճարկելով, հասկանալի է, որ դատարանները ասում էին ձեր դիտորդական առաքելությունների արձանագրած էս ավտոն եկավ, այն ավտոն գնաց,
մի մեկի ծերը ցուցակ է երևաց էր բանման, բավարար հիմք չեն ընտրությունների արդյունքները չեղարկելու համար կամ այս կամ այն քաղաքական ուժի ստացած մանդատները չեղարկելու համար։ Հիմա, քանի որ պետությունը ինքն է հավաքել այդ ահռելի ծավալի տեղեկությունը, այդքան որ հրապարակել են, ես իմ քանի այդքան էլ ունեն ըստ երևույթին, հա, ահա այդ ծավալները կարող են իսկապես լուրջ փաստական ապացուցողական բազա հանդիսանալ ընտրություններից հետո եկուց մյուս օր ուրեմն այս կամ այն քաղաքական ուժի մանդատների չեղարկման համար դատական հայցերի ոչ թե ընտրությունների արդյունքները ամբողջությամբ չեղարկելու, դա իհարկե կախված է նրանից, թե ինչպիսի պաշխում կլինի, որ քաղաքական ուժը ինչ առավելություն կունենա մյուսի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Ահա այս է վիճակը եւ օրվա ընթացքում, ինչպես երեք հաղորդել էին իրավապահները, հակակոռուպցիոն կոմիտեներ կարծեմ, հա, որ այդ առաջիկա օրերին այդ խոզարկությունները բաները շարունակվելու են եւ գիշերը փաստորեն տեղի ունեցել այն ինչի մասին արդեն դուք հաղորդեցիք եւ էլի բարբերաբար ամենայն հավանականությամբ իմանալու ենք էլի։ Հանձնաժողովի քարտուղար նախագահներ են ձերբակալվել գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդած տեղեկությունն է։ Ահա այսպես, հա, եւ որտեղ խոցելի է բնակչությունը ավելի շատ ենթադրվում է, որ այնտեղ էլ այդ կաշառքի խոսխորաթեն ավելի ծավալված կլինի, սա իհարկե ուղիղ կորելացիա չէ, որտեղ ինչ որ փոքրիկ բաներ կան, ինչ անունը, բրիգադիրներ կան, տասովչիկներ, ջոկատավարներ, որտեղ ով ինչ արմատներ ունի, որտեղ քրյա քյարթական միջավայրը ավելի բարենպաստ է նման գործարքներ ձևակերպելու համար։ Խոսքս հանցագործ գործարքների մասին է, քրեական գործարքների։ Զարմանալի չէ, որ Գյումրին այսպես նեգատիվ կերպով, բացասական կերպով աչքի է ընկնում այս պատմությունների մեջ։ Մենք ունենք թանգարանի տնօրեն, որը բանի ընտրություններում կաշառք բաժանելու համար դատվել է ժամանակին, էլի պատկերացրեք քաղաքի շատ հաճելի ճակերտավոր վիճակը։ Ես ուզում եմ անդրադառնանք պարոն Բարսեղյան մեկ շատ ավելի կարևոր ու ընտրությունների վրա ուղիղ ազդեցություն թողնող երևույթի, վստահաբար դուք եք տեսել օդանավակայանում արված հարցազրույցները վերադառնում են Արաք Քվեարկեն հետ գնան, որովհետև կարող է այստեղ լարվի իրավիճակը, հանկարծ իրենց համար խնդիր չստեղծվի։ Այս առումով ինչ ունի անելու ուրեմն հետագայում ընտրված կամ վերընտրված իշխանությունը, չգիտենք ինչ արդյունքներ կլինեն դեռ, ուրեմն կա այստեղ օրենսդրական բաց, օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն։ Ընդհանրապես ընտրական օրենսդրությունը կարիք ունի մշտական բարեփոխումների, փոփոխությունների, կյանքն է դա թելադրում։ Այն էլեկտրոնային սարքերը, որոնք ներմուծվել են, ասենք, տեղամասում բանում, դրանք առաջ չէին կարող լինել, ինտերնետը չկար, չէին կարող լինել։ Քվեարկում էին առաջ, ուրեմն, մեկ ցուցակով շատ առաջ նշանի ձևը նույնիսկ սահմանված չէր, վտարը։ Ով ինչ ուզում նշում էր տեղ եւ բրիգադները կախված նրանից թե ով ինչ փողեր հավաքել կամ ինչ ծանոթ բարեկամ ուներ ազգուտակ այդպիսի նշում էին անում, ասենք վանթագի մեջ գրում էին լ բ չ չգիտեմ ինչ եւ այլն, հետո կատարելագործվեց, դարձավ վտար, հիմա գիտեք քվեարկում են առանձին քվեաթերթիկներով եւ այլն, այսինքն միշտ ընտրական օրենսգիրքը բարեփոխումների կարիք ունի, դրան հարակից օրենքները, օրինակ քրեական օրենսգիրքի մեջ հիմա բավականին խստացված է ոչ միայն ընտրակաշառքը, այլև ընտրակաշառքին այսպես ասած, դուք տվեք ասել, հավասարեցված գործողությունները, հա, միջնորդությունը, Էրգու քյաբաբը հանրահավաքին մասնակցելու համար, 3 պերաշկին հանրահավաքին գնալու համար եւ այլն, հա, սրանք բոլորը ժամանակի ընթացքում ավելացվել, խստացվել են, ճիշտ ասած իմ ձեռը լիներ ավելի կխստացնեի, օրինակ վարչական ռեսուրս օգտագործողներին անվերապահորեն քրեական պատասխանատվություն միանշանակ եւ պետական համայնքային պաշտոններ զբաղեցնելու, պետական համայնքային բյուջեներից ֆինանսավորվող աշխատատեղեր զբաղեցնելու ցմա արգելք, կոշտ բաներ եմ ասում, բայց թե ուրիշ ձև չկա էլի դրանց հախից գալու եւ այլն։ Հիմա կանք բանին Սփյուռքից կամ Ռուսաստանից հատկապես եկող մեր հայրենակիցներին կես տարի առաջ, երբ ես առաջին անգամ Facebook-ում գրեցի, որ հələ հաշվեք ասեք 100,000 մարդ բերել է ինչ կարժենա, ահագին մարդ կամահրանքով, քմծիծաղով, լավ էլի Լևոն, լավ էլի, ես ինչեր ես հորինում բաման, շատ մարդ լուրջ չէր ընդունում այդ խոսակցությունները, հազար ձևով բացատրեցին, բան չգիտեմ իշխանությունները ինչ որակի ուշադրություն են դարձրել դրան, եթե ընդեղել են հաջողել գաղտնալսել բան, ավելի լավ։
բարձել, հա, որ մուտքի վրա այդ մարդկանց ասեն բարև ձեզ, եկեք, ձեր տոմսը հոգացել է Պողոսը, որ դուք գնաք մասնակցեք, էս էլ ապացույցը, ձերբակալում են եւ այլն եւ այլն։ Այստեղ մի քանի շերտեր կան, կարող է մի քիչ երկար տևել, ես կաշխատեմ ավելի սահմանափակ խոսել, հա։ Ուրեմն երեկվա ցուցակները օրինակի համար Իրկուտսկ են ասում, չէ, Իրկուտսկից, Կուրսկից եւ մնացած տեղեր ցեգողների երեկվան Իրկուտսկի ցուցակներն էին։ Հա, հիմա այդ մարդկանց ցուցակները, որոնք Հայաստանի իրավապահները հանել են այս կամ այն համակարգչից խուզարկությունների արդյունքում գտել են, հայտնաբերել են, գիտեն այդ մարդկանց տվյալները։ Երեք այդ տեղեկությունը, որը հաղորդվեց, եթե այդ մարդիկ դեռ չէին եկել, դա կարող էր կանխարգելիչ նշանակություն ունենալ, որ այսօր իմանային այդ դուր, ասեին, ամար դուր ենք գնում ենք նստենք, վերեք մնանք սիրելի Պուտինի շվաքի ներքո, իրենք ինչ ասեն մենք անենք, ինչ ընտրություն, ինչ բան, մենք չգիտենք ընտրություն, վերջը ֆայմ էին, որ տալը սխալ է, հա, վտանգավոր է իրենց համար, էլի, հա։ Իսկ եթե եկել էին, պիտի պատրաստ լինեն, որ արդեն պատմությունների մեջ են հայտնվելու, եւ պատմությունը բան է, բավականին լեգիտիմ է այս իմաստով, թե եթե որևէ մեկը, որևէ աջակցություն մի հատ պերաշկի է ստացել, ամբողջ տոմսը իր փողով է առել եւ այլն, մի հատ պերաշկի ստացել է օգնություն քաղաքական ուժից կամ ոչ քաղաքական ուժից ընտրություններին մասնակցելու համար, վերջ, մինչեւ 7 տարվա, 8 տարվա ժամկետով կարող է գնալ նստել, էլի, սա պիտի իմանային, շատ է բացատրվել, ճիշտն ասած, մի ով հասկացել է, ով չէ, դե մարդիկ էլ կամ բաժանողները, բրիգադիրները կամ բաները, թագավորները, հա, պաշխման, գերագույն գլխավոր հրամանատարները, երևի ասել են, հարց չկա, Ազիզ ջան, ընտրությունները կանցնի, մենք ձեզ բանդից կհանենք, ամնիստիա կանենք, համաներում կանենք, երկրում երկար ժամանակ ամնիստիա չի եղել, կգաք, ոչինչ, մի քանի օրներ կնստեք, տղամարդ չեք եւ այլն, այս տեսակ բաներով համոզել բան են արել, թե եկեք լավ կեղնի, փողերի կետեր էին հոսում եւ հոսում են այդ կետերը, երևի ես վերջի երկու օրը մի քիչ նվազել է այդ կետի հոսքը, ով ոնց կարողանում էր արժանապատվությունը ինչքան թույլ էր տալիս, քերում էին էլի այդ փողերից, ցանցը գծած ուրկանը որսում էին։ Շատ ընդունելի է պետական իշխանության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությունը, թե ով ընտրակաշառքով եկել է, պետք է գնա 25-օրյա վարժական հավաքների։ Անհետեթություն է ինչու, որովհետև եթե դուք գիտեք, որ ընտրակաշառքով Պողոսը մտել է երկիր կամ Սիրանույշ Մեղայասու, ինչ որ մեկը, հա, բանը, ուրեմն այդ մարդը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, քրեական պատասխանատվության փոխարեն վարժական հավաքների չպիտի գնա, հասարակ բան է, չէ՞, իսկ եթե չգիտեք, այդ մարդուն չեք կարող ասել, որ ինքը կաշառքով է եկել։ Մյուս շերտը այս պատմության այն է, որ եթե մարդուն ծանուցագիր է գնացած եղել հաշվառման հասցեով եւ այդ մարդը 5-10 տարի այստեղ չի եղել։ Ծանուցագիր են ուղարկել, որպեսզի գնա վարժական հավաքներին մասնակցի, այդ մարդը չկա եւ այդ տվյալները պիտի լինեն սահմանապահների մոտ մուտքի ժամանակ ծանուցագիրը հանձնվի ուրեմն այն մարդուն, ում պաշտպանության նախարարությունը կանչում է վարժական հավաքների։ Հանձնում է, եթե այդ մարդը բարդություն պետք է ունենա, Հայաստանը այդպես հեշտությամբ լքելու, հա, ելքի ժամանակ պետք է ասեն, գիտեք, դուք ծանուցագիր ունեք, հարգելիս, այս բան է, պատմության մեջ եք հայտնվում, չենք կարող մենք ձեզ բան անել, թույլ տալ երկրից ելնել, իրավական կարգավորումները այդտեղ կարևոր է իհարկե։ Հաջորդը, որ ենթադրենք ինչ-որ մեկը բանակում չծառայելու կամ վարժական հավաքների մասին պատշաճ իրազեկված է եղել եւ խուսափել է, եւ հիմա մուտքի ժամանակ ինքը արդեն հետախուզվող է։ Սա մի ուրիշ խումբ է, հա, այդ դեպքում հետախուզվողների հետ պետք է վարվել այնպես, ինչը պահանջվում է եւ սահմանվում է օրենքով։ Իհարկե այս ամբողջ պատմության մեջ բացարձական ընդունելի ու մեծ անբարոյականություն է, կներեք ուրիշ բառեր մեծ հաճույքով կօգտագործեի, բայց օրը թույլ չի տալիս գալ ստեղ եւ բացեի բաց հայտարարել կամ մտածել ու չհայտարարել, թե մենք ընտրում ենք գնանք, մանավանդ ժամը 7-ին, հա, Իրգվան գնում ենք, ստեղ ինչ ուզում է լինի։ Ինչ ուզում է մեզնից հետո լինի ստեղ, մեզ չի հետաքրքրում։ Դե ասվի դուք հիմա ինչ եք ստեղ, պլասկագուպցի եք, ատֆյորդկա եք, ինչ եք, հարթաշուրտ էլի ավելի ճիշտ։ Եկել եք, որպեսզի բան անեք, հա, ստեղ մեզ համար իշխանություն որոշեք, ռատներդ քաշեք գնաք, այդ խմբի մասին է խոսքը։ Արեք բան եղեք, գնացեք ձեր երկրում, որտեղ ձեր մշտական բնակության երկիրն է, 10 տարի ստեղ չեք եղել, 5 տարի, 20 տարի ստեղ չեք եղել, մեկ էլ որոշել եք, որ պիտի գաք ու բան անեք, մեզ համար իշխանություն որոշեք, ռատներդ քաշեք գնաք, էլի, հա։
Համեցեք, ուրիշ հարց կա։ Պարոն Բարսեղյան, Ես հյուրեր ունեմ, այսօր դինամիկ օր է, կներեք, այնպես որ հյուրեր են գալիս գնում։ Նստեք, ես հիմա հարցազրույցը կավարտեմ։ Պարոն Բարսեղյան, տեսեք, ամբողջ նախընտրական քարոզարշավը ամենօրյա ռեժիմով եւ օրվա մեջ մի քանի անգամ հակակոռուպցիոնը գիտեք ընտրակաշառքի բացահայտումներ էր անում, հաղորդագրություններ էին, ձայնագրություններ էին, այսինքն մենք այսօր գնացինք ընտրության, գնում ենք ընտրության, բացառապես անհավասար նախընտրական քարոզչության պայմաններում նկատի ունեմ կատարյալ հավասարություն գոյություն չունի, այդ անհավասարությունը շատ տարբեր տեղեր են արտահայտվում, սկսած նրանից, որ իշխանություն ունեցողը շարունակում է իշխանավարել եւ թեկնածու է, եւ օբյեկտիվորեն, եթե գնում է ինչ-որ ճանապարհ բացելու, դպրոց, մանկապարտեզ եւ այլն, ավելի շատ է երևում լրատվամիջոցներում, դա օբյեկտիվ անհավասարություն է։ Իսկ բաների հետ կապված փողեր կաշառքներ Իհարկե, այդ պատմությունը տարբեր չափի ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ռուսաստանից եկող մեր հայրենակիցների կշիռը կարող է լինել 2-ից մինչև 7, նույնիսկ 8%, կախված նրանից, թե 20,000 կգան, 100-120,000 կգան, նոմինալ կարող են, չգիտեմ, 50,000 կամ 40,000 եւ այլն, այսինքն 2-ից մինչև 8%, իսկ եթե հենց այնպես հաշվենք 4%-ն անց արդեն խմբակցություն է, էլի 5-6 մանդատի մասին է խոսակցությունը, ինչը կարող է կշիռ լինել ընդհանուր ազգային ժողովի կառուցվածքի մեջ եւ դրա խափանման բանի հետ կապված առաջիկայում օրենսդրության մեջ գուցե կարիք կա փոփոխություն, գուցե չէ հաստատ կարիք կա փոփոխությունների։ Իմ դիրքորոշումը միշտ եղել 2003 թվականից, երբ Քոչարյան Ռոբերտը առաջին անգամ որոշեց երկքաղաքացիություն մտցնել սահմանադրության մեջ, հետո 2005 թվականին դա ուրվականների հանրակրվեով մտցրեցին երկքաղաքացիություն։ Ես միշտ դեմ եմ եղել դրան, համարել եմ, որ Հայաստանը այդպիսի ռեսուրս չունի, քաղաքական խոշոր կապիտալ չունի, որ թույլ տա իրեն նման շռայլություն։ Շատերը դեմ էին, համաձայն չէին, քննադատում էին մեզ, ինչի եք դեմ, ախր, պաթետիկա, լիրիկա եւ այլն եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք դրա սև պտուղները, չգիտեմ ինչ կշիռ կունենա դա, կարիք կա ըստ երևույթին, ես որ լինեմ, օրենքի մեջ փոփոխություն պետք է արվի, որ կամ միայն մշտական բնակիչներն են քվեարկում, կամ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողներն են մասնակցում ընտրություններին։ Ինչպես եւ տեխնացուների դեպքում է, չէ՞, հիմա երկքաղաքացին նույնպես կարող է մասնակցել ընտրություններին եւ քվետալ։ Այս իմաստով այն սցենարը, որը ես ամենասկզբում ասացի, որ այս տեսակ փաստերի ծավալը կարող է որոշ կուսակցությունների կամ 1-2 կուսակցության հիմք տալ դիմել դատարան այդ մանդատները չեղարկելու հայցով այն քաղաքական ուժի կամ ուժերի դեմ, որոնց վերաբերյալ հսկայական ծավալի փաստեր են հրապարակվել ընտրակաշառք ազդեցություն, անօրինական ազդեցություն ընտրողների վրա։ Պարոն Բարսեղյան, ի վերջո կա երաշխիք, որ այս գործերը արագ կբացահայտվեն, ինչ եմ ասում, եւ դատական վճիռներ կունենանք, որովհետեւ մենք վերջերս միայն ունեցանք նախորդ ընտրություններից հետո վճիռներ։ Հիշում եք Գագիկ Ծառուկյանը, ուրեմն նրա գործընկերն էին անցնում, Գագիկ Ծառուկյանը ինչպես արդարացվեց, այսինքն կա իրավապահ համակարգում, իրավական համակարգում երաշխիք, որ մենք ունենալու ենք իսկապես պատժվողներ, որովհետեւ այս զայնագրությունները որևէ կերպ զսպաշապիկ չեղան, իշխանության հորդորները, որ 7 տարի գնալու եք նստեք, սա էլ զսպաշապիկ չեղավ։ Գուցե եւ եղավ, մենք չենք իմանա ինչ էր պլանավորած եւ ինչ է արձանագրվել։ Գուցե եւ ոմանք նահանջեցին, ասին գործ չունենք, շարից փորձանքից հեռու եւ այլն, չգիտենք, հա, այդ հետո կիմացվի։ Իշխանության վարքի մասին ես շատ եմ խոսել անցած տարիներին, մինչև վերջերս, մինչև 3 առաջ օրը ես բացատրել եմ, խոսում եմ այն մասին, որ այս իշխանությունը իրավապահ համակարգում, դատաիրավական կամ արդարադատության ոլորտում ամբողջությամբ շատ մեծ անհետևողականություն է դրսևորել, դատավորների մաքրազտում չի արել, այն մնացած ոստիկանություն քննչական բան, այս էլ ինչ-որ տեղի է ունենում, այս չբարեփոխված համակարգն է բացահայտում։ Պատկերացրեք համակարգը ամբողջությամբ բարեփոխված լիներ, բազմաթիվ հանցագործներ, որոնք կային, մնացած չլինեին ոստիկանությունում, դատախազությունում եւ ինչ է անունը քննչական մարմիններում, կան այդպիսիք, հա, որոնք հիմա զբաղեցնում են պաշտոններ, բարձր պաշտոններ, պատկերացրեք նրանք էլ չլինեին։
լինեին բարեխիղճներ ընդեղ, կարող է պատահի երեսնապատիկ բաներ ունենայինք։ Հիմա իհարկե սա աննախադեպ ծավալ է նախկինում եղածի հետ։ Երևի անցած 30 տարիների ընթացքում ընտրակաշառքի գործով 10 գործ հազիվ լինի, որ եղել է էլի քրեական։ Հիմա մենք ունենք այս մի ընտրությունների ժամանակ ահռելի ծավալ փաստերի արձանագրման, էլի։ Հետևողական կլինի իշխանությունը թե ոչ, ասում է արմատից պիտի նայել, էլի 8 տարվա ընթացքում ինչ է արել, որ հետո ճիշտ է խոստացել է, 21 թվականին էլ է խոստացել, բավականին վճռական տոնով, ու բան է, էլի, չի կարելի լուրջ ընդունել ամենը, չէ, այս անգամ անելու ենք, այ ախպեր ինչի չես արել են անգամ, մեռանք ասելով, քայքայվեցինք էլ ներվ ու առողջություն չմնաց 8 տարի նույն բանը բացատրենք, ասես վեթինգ եմ խոստացել, չեմ արել ու ճիշտ եմ արել, որ չեմ արել, ու քաս ընտրություններից 2 օր առաջ ասես, որ վեթինգ եմ անելու, այդ բառը չօգտագործեց այս անգամ իհարկե պարոն Փաշինյանը, բայց բացատրեցին ինչը իրականում կոչվում է զտում, քննազտում, բայց դատավորների մասին խոսեցին, մյուսների մասին չխոսեց, դատախազներ, քննիչներ եւ այլն։ Ասում է սահմանադրությունը պիտի փոխենք, դատավորի կարգավիճակը բոլորին պիտի սահմանենք, դատավորի պարտականություններ կատարող, հետո պիտի դատավորները անցնեն բարեվարկության եւ այլ քննություն։ Էս այն է, ինչ 18 թվականից ասել ենք ամեն տարի 400 անգամ, օրական 2 անգամ ասել ենք։ Չէ, սահմանը կովիդ, հետո չգիտեմ ինչը պատերազմը հասկացանք։ Արդարադատության նախարարությունը ռազմի դաշտում ինչ էր անում, կասեք ինձ։ Հա, կամ ազգային ժողովի են Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նախագահ պատերազմի դաշտում ինչ էր անում, կովիդի դեմ ինչ էր անում, դիմակներով հեռավար չէին կարող մշակել, ուրեմն օրենսդրությունը փոփոխել։ Թե չնարճ, մի խոսքով, իսկապես զահլեկս գնացել է, էլի ես ինքս դուրս չեմ համարում, թե այս անգամ մենք ունենանք արդարադատություն։ Կարող է մանր-մուներ մի քանի հոգի դատվեն, ցավոք, դժբախտաբար, էս է, հույս չի ներշնչում, էլի, ճանապարհ սարքել չէ սա, էլի, դա հեշտ է, ինչ է եղել, դպրոց սարքել, չես ուտում, շատ հեշտ է այդ ենթակառուցվածքային ներդրումներն անել, ինստիտուցիոնալ փոփոխություն անելը մեծ կամքի հետ է կապված, խելքի հետ է կապված, ասենք չունես մասնագետներ, բայց շատ ես ուզում ես ինչ բան անել, գտնում ճարում բերում ես, ժողովուրդ ջան, այս ամբողջը 8 տարի խոսել ենք, էլի, իսկապես զահլեկս գնաց, էլի, ինչքան կարելի է հասարակ բաները բացատրել։ Չէ, այս անգամ հաստատ ուրեմն կզցնել, կողելու ենք ծագը, այս անենք, այն անենք, մեղայասու, հա։ Ես այս իմաստով այնպես մի երևելի հույսեր չունեմ, թե այս իշխանությունը այս անգամ պատասխանատու կլինի այդ մասով։ Պարոն Բարսեղյան, հիմա էլ մեկ ուրիշ թեզ կա, որ հիմա շատ ավելի ինքնիշխան է Հայաստանը, այս իշխանությունը շատ ավելի ինքնուրույն է որոշումներ կայացնելու մեջ, այն ժամանակ խնդիրներ են եղել, հիմա այդ խնդիրները այլևս չկան, Հայաստանը ինքն է որոշում։ Եվ այսպես հավատալս չի գալիս, որ Մոսկվայից զանգել ասել են հանգարց դատավորների քննազտում չանեք։ Չեմ կարող ես հավատալ այդ հեքիաթներին, էլի հասկանում եք։ Այն որ ասած կլինեն լավ դե էլի, բանը ինչ է անունը, այսինչ տեխնացուն մեր ախպերն է Միլանում պարկած է կամ պանդում է ազատ եք լավ էլի տնային կամ չհեռանալու մասին։ Ես դրան հավատում եմ։ 1-2 հոգու հետ կապված Մոսկվայից կարող է Փաշինյանին ասած լինեն, թե խնդրում ենք էլի Նիկոլ Վավաևիչ էլի կարելի է այդ մարդուն մի քիչ ոնց որ Մոսկվայում ճարակտրած այն օրը բացահայտ էր ասում էլի ռուսական ազնագրերով մարդիկ կան թույլ տվեք քաղաքական աշխատանքներ տանեն, բառացի եմ էլի թարգմանել բառեն հորինել էլի, հա այդ անհատականների մասով ես հավատում եմ դրան, բայց երկրում ուրեմն բանը լյուստրացիա չանել, ոստիկանության համակարգում աշխատող հանցագործներին չհեռացնել, քննչականի հանցագործներին չհեռացնել, դատախազության անձը չեմ հավատում, որ դրսից ճնշում է եղել Հայաստանի իշխանությունները եւ վերջապես կարելի է ինչ-որ մի ձև մեզ բացատրել, էլի որ ճնշում է եղել չենք կարողացել։ Բերեք հասկանալ, ես տրամաբանական ինչ-որ բան չեմ պատկերացնում, էլի որ ասել են հանկարծ դատաիրավական համակարգը չփոխեք կամ լավ ուրիշ բան ասեն։ Այդ որ խոստացել էիք 18 թվականին, չեք արել, 21-ին նորից եք խոստացել։ Երբ են սպառնացել ձեզ, կամ չեք խոստացել, եթե չեք անելու։ Գիտեք, մարդը ինքն իրանից զզվում է արդեն, որ այս մասին խոսում ենք 8 տարի ամեն օր, որովհետև համարում ենք, որ մինչև օրգանիզմը չես բուժում, այդ օրգանիզմը չի կարող օլիմպիադայում վազել, հասկանում եք, ունելու է սատկի։ Այս իշխանությունը այդ օրգանիզմը չի փոխել, եւ այն հասարակ հարցը, թե այս մարդիկ ինչի պիտի ազատության մեջ լինեին,
կամ լավ, եթե վաղեմության ժամկետ կա, ինչի օրենքով չեք սահմանափակել տեխնացու լինելու իրավունքը։ Այդ հարցին որակյալ պատասխան իշխանությունը չունի։ Ես էլ գիտեմ, մի վագոն մարդ կա, որոնք պիտի տեխնացու չլինեին։ Իրենք մտել են այս պայքարի մեջ ապօրինի գույքը պաշտպանելու եւ Կրեմլին սատարելու համար, ես այդպես եմ համարում։ Ու այդ մարդիկ պիտի օրենքով սահմանափակված լինեին, տեխնացու առաջադրվել, ինչպես Ֆրանսիայում է եղել, Գերմանիայում, Իտալիայում, ներողություն, Իտալիայում չէ, Իսպանիայում, Մոլդովայում, ինչու՞ չեք արել դա։ Ժողովուրդը իմաստուն է, Սրբուհի Կալյանը եկել էր Գյումրի, վիճում էինք։ Ասում է ժողովուրդը իմաստուն է, գիտե ինչպես քվեարկել, անարժաններին քվե չի տա։ Այ ժողովուրդան, այդ ժողովուրդը չէր 21 թվականին վերցրեց մի վագոն քվե տվեց նրանց, ովքեր հետապնդվում են ապօրինի գույքի հետ գցելու եւ տիրապետման համար։ Բան չի գնաց քվե տվեց, այս ամբողջը բացատրել են։ Եթե տասնյակ հազարավոր մարդիկ աշխատում են ապօրինի գույքի մեջ, հյուրանոց, ռեստորան, արտադրամաս, չգիտեմ, ավտոսալոն, էսկոմենկոմ, բենզալացակայան, բան, այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ տերերը կողացել, թալանել, բիզնես են սարքել, բայց գիտեն նաև, որ իրենք 10-20 տարի աշխատում են այդ բիզնեսներում, տուն են պահում, հիպոթեք են փակում, ծովափ են գնում, էս են անում, են անում, գիտեն, որ հանցագործ է տերը, գիտեն, իրենց բացատրելու կարիք չկա, բայց ելնում քվեարկում են, ինչի, որպեսզի իրենց աշխատանքը, աշխատատեղը պահպանեն, որտեղ մտածում են, որ եթե ապօրինի գույքը վերադարձվեց պետությանը, իրենք կարող է կանգնեն ուրեմն աշխատանք ունենալու ռիսկի առաջ։ Այնպես որ այն բանը թե ժողովուրդը իմաստուն է, բան, անհեթեթություն է։ Այս դեպքերում հարկավոր է իսկապես հանրության քվեն պաշտպանելու համար կոշտ եւ օրինական միջոցներով սահմանափակվեր հանցագործների մասնակցության իրավունքը որպես տեխնացու, որպես ընտրող թող գնան մասնակցեն։ Ահա այս է իմ մոտեցումը, բան չի փոխվել 8 տարի նույն բանը խոսել ենք, էլի, թերիք է ավելի։ Պարոն Բարսեղյան, եթե ամփոփենք, այլ ձեր գնահատմամբ մենք այսուհետ ավելի որակյալ խորհրդարան ունենալու ենք, թե դուք դրա նախադրյալները չեք տեսնում, համեցեք։ Հաշվի առնելով տարբեր հարցումներ իրականացված, ի վերջո ձեր շփումները հանրային շատ լայն շրջանակների հետ։ Մի քիչ կարող է ունենանք որակյալ խորհրդարան, եկուց կպատմեմ, էլի ինչի նկատի ունեի, թույլ տվեք ավելի չխորանամ, չստացվի էլի, որ ազդում ենք ընտրողների կարծիքի վրա, ուղիղ ենք ազդում է, անուղղակի ամեն ինչի վրա ազդում է, ես գիտենք, Էսկոբարն է նույնիսկ ասել մի անգամ, անուղղակի ազդեցությունը կա, բայց ուղղակի եթե հիմա սկսեմ բաներ բացատրել, կստացվի, որ ուղղորդում ենք, թե ինչպես գնալ քվեարկել եւ այլն եւ այլն։ Եկուց կասեմ, մի քիչ ավելի որակյալ կարող ենք ունենալ եղածից։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։